Բարի լույս բոլորին, առաջին ծրագիրը եթերում եմ, մենք շատ ուրախ ենք, որ այս արևոտ ու պայծառ առավոտն ունենք հնարավորություն ձեզ ողջունելու։ Մենք ենք Սուրենը Սոնան Ալդրինեն ու հրաշալի բարի առավոտը։ Այո, բարի լույս շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրն ԱԹՎ ուղիղ եթերում մենք սիրով ողջունում ենք ձեզ եւ առաջարկում ենք այս հրաշալի երեքշաբթին սկսել մեզ հետ միասին։ Այո, սկսեք օրը մեզ հետ միասին, մենք կփորձենք օրվա սկիզբը դարձնել հետաքրքիր, ինֆորմատիվ եւ բնականաբար հաճելի տրամադրությամբ, իսկ մնացյալ օրն արդեն իսկ ձեր ձեռքերում է։ Օգտագործեք այն այնպես, ինչպես որ կցանկանաք, որ լինի լավ, հետաքրքիր եւ հաճելի ձեզ համար։ Բոլոր իհարկե նախապայմաններն առավոտից մենք ձեզ համար ստեղծում ենք։ Աշտան վերջին տաք օրերն ենք վայելում, սիրելի Սուրեն, այսօր արդեն նոյեմբերի 25-ն է, օրը երեքշաբթի եւ ես նշեմ, որ այսօր կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրն է, որը սահմանվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից 2000 թվականին։ Ամսաթիվն ընտրվել է ի հիշատակ Միրաբալ քույրերի, որոնք սպանվել են Դոմինիկյան Հանրապետությունում 1960 թվականի նոյեմբերի 25-ին։ Կանանց եւ աղջիկների նկատմամբ բռնությունը մարդու իրավունքների ամենատարածված խախտումն է աշխարհում։ Յուրաքանչյուր 11 րոպեի ընթացքում մեկ կին կամ աղջիկ սպանվում է մտերիմ ընկերոջ կամ ընտանիքի անդամի կողմից։ Կանայք եւ աղջիկները նաեւ բախվում են համացանցում տարածված բռնության, կնատյացության հիմքով ատելության խոսքից մինչև սեռական ոտնձգություն, չարամտորեն նկարի տարածում եւ զոհի վստահությունը ձեռք բերելու բազմաթիվ դեպքեր։ Այսօր նաև Հրաչուհի Ջինանյանի ծննդյան օրն է 1919 թվականին Հրաչուհի Ջինանյան դերասանուհի եւ հաղորդավարուհի հրաշալի անձնավորություն հայրենական պատերազմի ծանր օրերին մարդիկ սպասում են ռադիոյից հնչող Հրաչուհի Ջինանյանի խոսքին, անգամ նահանջների ու պարտությունների մասին հաղորդագրություններն այնպես էր նա կարդում, որպեսզի հուսալքություն չլիներ, որպեսզի թիկունքում գտնվողները չկորցնեն իրենց հույսը, լավատեսությունը չլքեր մարդկանց։ Մեծ հայրենականում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի լուրն էլ Հրաչուհի Ջինանյանը մատուցեց բոլորին խինդով եւ ուրախությամբ։ Բացի այդ, հենց նրա ձայնով է հայկական ռադիոն լսելի դարձել Սփյուռքին, իր Երևանն է խոսումն առ այսօր լսելի է մեր հայրենակիցների ականջում։ Այո, շնորհավոր ենք բոլոր նրանց, ովքեր մեր հեռուստադիտողների շարքում տոնում են այսօր իրենց տարեդարձը եւ մաղթենք հրաշալի ծննդյան օր եւ բազում անակնկալներ, թող ձեր օրը շատ տոնական լինի, շատ գունավոր լինի եւ ձեր կողքին լինեն ձեր հարազատ եւ սիրելի մարդիկ։ Եվ չմոռանաք, այսօրը ձեզ համար վերածել գեղեցիկ ու շքեղ տոնի, որն էլ իհարկե կհամալրի այդ շարքերը Բրիզը, Ռոզե Փրփրուն գինին Իժևանի գինոգործանի կողմից, ինչը համոզված եմ այսօր կդառնա ամենագեղեցիկ ու հաճելի հավելումը տոնական երեկոյին, այնպես որ Բրիզը այս երեկո կզարդարի ձեր տոնը։ Իսկ բրիզի կողքին պետք է լինի մեկ համեղ ուտեստ, ինչն էլ մշտապես առաջարկում է մեր շատ սիրելի Ադրինեն, այնպես որ հիմա առաջարկում եմ տեղափոխվենք խոհանոց, ողջունենք նրան եւ ծանոթանանք օրվա բաղադրատոմսին։ Ադրինե, բարի լույս։ Բարի լույս սիրելիներս, բարի ողջույն մեր թանկագին հեռուստադիտողներին, սիրելիներս միացեք մեզ, նախաճաշեք եւ իմիջիայլոց այսօր առաջարկելու եմ նախաճաշի տարբերակ, այնպես որ խույս չեք կարող տալ, պատրաստում եք համեղ նախաճաշ, միանում եք մեզ եւ իհարկե վայելում եք այս մի քանի ժամը մեզ հետ։ Ես այսօր պատրաստում եմ, ինչպես նշեցի, շատ համեղ նախաճաշ, ինչի համար մեզ անհրաժեշտ է լոշիկ, ահա տեսնում եք, ես արդեն պատրաստի վիճակում ունեմ կլոր լոշիկներ։ Սիրելիներս, պարտադիր պայման չէ հենց այսպես գնեք, կարող եք պարզապես գնել սովորական լավաշ եւ վերածել կլոր կտորների, կամ ինչպես կցանկանաք։ Այստեղ պետք է մեզ Եշիկ, հավկիթ, կանաչի, լոլիկ, կարակ եւ իհարկե պանիր, ահա ես այս ընթացքում հասցրել եմ քերիչով անցկացնեմ պանիրը, որպեսզի ճոխ նախաճաշ ունենանք։ Դուք մնացեք մեզ հետ, հետո ընթացիկ բնականաբար կանցնենք գործի։ Խոսքս փոխանցեմ գործընկերներիս, հետո կշարունակենք։ Առավոտը իսկապես շատ համեղ է լինելու մեզ մոտ, ինչպես միշտ, այնպես որ սիրելի հեռուստադիտողներ կարող եք ինքներդ միանալ եւ պատրաստել մեզ հետ միասին կամ մտապահել բաղադրատոմսը եւ պատրաստել առաջիկա օրերին։ Իսկ բացի համեղ սնվելը կարևոր է նաեւ ինչը սիրելի Սուրեն։ Կարևոր է առողջությունը, որովհետեւ այս ամենը իհարկե անում ենք մեզ համար։ Մեր օրգանիզմը պետք է առավոտյան թարմության օդը շնչի, շատ քայլենք, որպեսզի կարողանանք կարգավորել արյան շրջանառությունը եւ անպայման օրվա
ընթացքում ժամանակ գտեք եւ այցելեք մարզասրահ։ Սա շատ կարեւոր է։ Հատկապես ակվատեկը, որտեղ ջրային հրաշալի մեծ գոտին կարող է սփոփել եւ բնականաբար տալ ձեզ թարմության տրամադրություն։ Դե էլ չասեմ մարզասրահը եւ իհարկե բոլոր մարզվելու ձևերը, որ հիմա Սոնան կներկայացնի։ Իհարկե, ակվատեք համալիրը քաղաքի ամենաէներգետիկ, ամենաբազմակողմանի եւ սիրելի հանգստի վայրերից մեկն է։ Ակվատեկի ջրային գոտին ամենամեծ փակ ջրային գոտին է Հայաստանում։ Ֆիթնեսի եւ սպայի սիրահարների համար այստեղ գործում է բարձրակարգ ֆիթնես կենտրոն, ժամանակակից սարքավորումներով եւ պրոֆեսիոնալ մարզիչներով, խմբային 3 տասնյակ մարզումներով։ Ակվատեք համալիրում յուրաքանչյուրը կգտնի իրեն հետաքրքրող եւ օգտակար զբաղմունք։ Հիմա էլ առաջարկում եմ գնանք այնտեղ եւ ստանանք օրվա մեր չափաբաժինը մեծ մոտիվացիայի։ Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, ես Նարա Մանուկյանն եմ Ակվատեկից, յոգա եւ պիլատեսի մարզիչ։ Օրը շատ պոզիտիվ է դառնում, երբ այն սկսում ենք վարժանքներից։ Այսօր ես ցույց կտամ ձեզ մի քանի վարժություններ, եթե դուք ունեք ողնաշարային տարբեր խնդիրներ։ Տեղավորվում ենք, ընդունում ենք սեղանի դիրք, կարծում եմ բոլորին ծանոթ է կատու վարժությունը։ Շունչ հաշվին արտակորվում ենք, նայելով դեպի վեր, արտաշնչելով, կլորացնում ենք ողնաշարը, նայում ենք որովայնին։ Շունչ, արտաշունչ, օգտագործում ենք բոլոր ողերը, շունչ, արտաշունչ։ Շունչ, արտաշունչ։ Շարունակում ենք հաջորդ վարժությունը, ընդունելով ելմանդրություն սեղանի դիրք, բարձրացնում ենք ձախ ոտքը, կենտրոնանում ենք, գտնում ենք մեր բալանսը եւ աջ ձեռքը։ Ձգվելով առաջ կատարում ենք շունչ, արտաշունչ կլորանալով ներս։ Շունչ ձգվեցինք։ Վարժությունը կատարում ենք 8-ից 12 անգամ եւ վերջում փորձում ենք զսպանակել 1 2 3 4 1 2 3 4 պահում ենք 4 հաշիվ հանգստանում ենք եւ այս նույնը կատարում ենք մյուս կողմից եւ վերջի վարժությունը նորից ընդունում ենք ելման դիրք բարձրացնում ենք աջ ոտքը նորից գտնում ենք մեր բալանսը, ձախ ձեռքը, առաջ, կենտրոնանում ենք, շունչ, ծալելով ոտքը և ձեռքը մոտեցնում ենք իրար արտաշունչ, շունչ, արտաշունչ, 1, 2, 3, բռնեցինք ոտնաթաթից, տակի ձեռքով մեզ հրում ենք դեպի վեր և պահում, 4, 3, 2, 1 Ձգվում ենք վերև, խորը շունչ, արտաշունչ Այսօր այսքանը կհանդիպենք Այո, միանշանակ պետք է հետևել առողջությանը եւ մարզվել, ասեմ, որ ակվատեկը դա ոչ միայն հանգիստ է, այլև էներգիա, առողջություն եւ նոր տպավորություններ ընդհանրապես մեկ վայրում։ Ակվատեք հանգստի եւ առողջության բոլոր հնչյունները մեկ համալիրում։ Այս պահին էլ կարճ դադար կունենանք, հետո կվերադառնանք եւ կշարունակենք ծրագիրը։ Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ 3 մեկնարկը տվեցինք մի նոր էջի, որը իմ եւ ուսանողներիս ամիսների աշխատանքն էր եւ ես շատ հուսով եմ, որ դուք սիրել եք։ Մենք իհարկե ստացել ենք արդեն հետադարձ կապ մի քանի հեռուստադիտողներից եւ շատ ուրախ եմ, որ դուր է եկել։ Հուսով եմ, որ էջը ել ավելի հետաքրքիր կլինի եւ յուրաքանչյուր անգամ կանդրադառնա խնդրի եւ կբացահայտի տեղեկություն, որը ոչ միայն հետաքրքիր կլինի, այլ նաեւ օգտակար։ Դե այս պահին առաջարկում ենք այդ էջը վայելեք, հետո վերադառնանք ու շարունակենք։ Տիկին Օֆիկը եւ Դավիթը։ Ոյ, հետաքրքիր կնիկա այս վերգուշը, հա, առավոտից չամ չի գրաֆա, դրել ինքն էլ չկա։
Դե ասա մարդիկ ինձ խնամում են էլի, հետևում, բայց չէ, ես թարլանկինս տեղ անմարդ նստած, օնիկը չգիտես Ռուսաստանների ինչերով զբաղված, ես էլ ստեղ իր երկու երեխեքին եմ տիրություն անում։ Այն մեկը առավոտի տիրիկուն եսին որ տերանքա զվռնում, այն մյուսը դիվանագիտությամբ զբաղվում։ Ահա, խնդրեմ, այնքան ուշացրեց, ամբողջ քաղաքը խցանումների մեջ է։ Հարցը Տիկինովիկ։ Բարև Դավիթ։ Բանա պատահել Տիկինովիկ։ Մի քիչ ղայնացած եմ, գիտես։ Չէ, ինչա պատահել։ Վերգուշներ, առավոտ զանգից թե բարի գնաք ձմեռային շորերը առնելու, ու չկա, կորավ։ Թե լավ, դե տենց մանուկի պատճառով պետքա, որ ձերպես առաքինի կնոջ տրամադրությունը ընկնի։ Դավիթ ջան, այս ոնց որ տրամադրությունը բարձր է, հա։ Հա, Տիկինովիկ, լավ բան է պատահել։ Ոյ, այդ բասա, ասես հետաքրքրությունից կմեռնեմ։ Ձյանս գինի ա բերել, իրիկունը պետքա ձուկ պատրաստեի, ասեցի մի բաժակ խմենք էլի, բայց հեսա բացեմ, այդ առիթը նշենք, չնայած այդ առիթը պետքա 10 տարեկանով նշվի։ Այդ առիթը ո՞րն է, ինչ նկատի ունեք։ Ոյ, դե քո պաշտոնապես մեր ընտանիքում անդամ դառնալը։ Դե լավ էլի Տիկինովիկ։ Այդ օրն էլ կգա, հա, լավ։ Ասա տեսնեմ ինչ ես ասում։ Հիշում եք այն օրը, որ հեռուստատեսության մասին հոդված էի պատրաստել, ասեցի տանում եմ ղեկավարը ստուգի։ Հա, ոչ չեմ հիշում այդ տղա։ Տիկինովիկն էլ քեզ լիքը օգնեց։ Հա, օգնեցիք, բա ոնց։ Մի խոսքով Տիկինովիկ ղեկավարս շատ հավանեց պատրաստած նյութս, ասեց մի փոքր էլ կարող եմ աշխատել վրան ու հետո առանձին հրապարակությամբ կտպագրենք։ Վայ այդ տղա, կարող է բայց զանգեմ մի հատ ձյանս գա։ Ամեն դեպքում։ Չէ, պետք չի Տիկինովիկ։ Լավ։ Ուրեմն Տիկին Օֆիկը մեր ընտանիքի անունից քեզ հրավիրում է այդ առիթը նշելու Դավ ջան։ Չէ, նեղություն պետք չի քաշեք Տիկինովիկ։ Ամել Տիկին Վերգինի հետ չեք պայմանավորված կնեղվի։ Այդ վերգուշիկն է կարևոր թե մեր Դավիթը։ Չենք շարունակում, հեսա խցանումները մի քիչ թեթևանա դուրս են գալիս։ Գիտեք, չէ Տիկինովիկ, այսօր մեր քաղաքում նենց հիանալի կառույց ունենք, որ առանց դրա չեմ պատկերացնում ոնց պետք անենք մեր օրերում։ Երևի խցանումների քանակը 10 տապատիկ ավելի շատ կլինեին։ Ինչ կառույց է որ։ Ուրեմն Տիկինովիկ, ուղիղ 80 տարի առաջ այսօրը, նոյեմբերի 25-ին, Երևանում տեղի է ունենում մի շատ կարևոր իրադարձություն։ Ինչ իրադարձություն է տեղի ունեցել Դավ ջան։ Տիկինովիկ, Երևանում հանդիսավոր կերպով պաշտոնապես տեղի է ունենում մի գերհզոր ճարտարապետական կառույցի բացում։ Հələ, մանրամասնի։ Տեսեք Տիկինովիկ, 1936 թվականին կառուցվում է Զանգի մեծ կամուրջը, որը հետագայում կվերանվանվի Հաղթանակի կամուրջ։ 1945 թվականի նոյեմբերի 25-ին հենց այդ կամուրջի պաշտոնական բացումն է տեղի ունեցել։ Զանգի մեծ կամրջի շինարարությունը սկզբում նախատեսված է եղել ավարտել 1941 թվականի ավարտին, իսկ շահագործման հանձնվել արդեն 1942 թվականի ապրիլի 1-ին։ Ուղղակի համաշխարհային պատերազմը խախտեց պլանները։ Ոյ հոդով ջան, շատ ծանր ու վատ ժամանակաշրջան էր։ Դաժան ժամանակաշրջան Տիկինովիկ։ Լավ, հա, կարևորը հաղթահարած դուրս եկան։ Հա, ու այդ առիթով շատ կառույցների անվանումներ ընտրվեցին հենց հաղթանակի հետ կապված, ինչը բացառություն չէր նաև մեր կամրջի համար, որի ճարտարագետն է Սիմոն Հովնանյանը։ Կամրջի հակադարձ եզրերում ճանապարհը զարդարում են երկու փոքր հրապարակներ։ Գիտեք, կառուցման գործում նշանավոր են եղել թե հայ շինարարների, թե ռազմագերիների կատարած աշխատանքները։ Խոսակցություններ կան, որ ռազմագերիների կատարած աշխատանքը համարվել է անթերի, որովհետև գերմանացիները իրենց արժև դրված առաջադրանքները կատարել են շատ բարձր պատասխանատվությամբ։ Հաղթանակի կամուրջը այսօր համարվում է ոչ միայն տրանսպորտային հանգույց, այլև մշակութային արժեք, որը իր մեջ միավորում է պատմությունը, ճարտարապետությունը եւ Երևանի ժամանակակից տեսքը։ Ոյ, Դավ ջան, փաստորեն, որ այդ կամուրջը չլիներ, մեր քաղաքը կապողողակ չէր ունենա, հա։ Դե հա, տենց էլ կարելի է համարել։ Ինչ հետաքրքիր է Դավ ջան։ Լավ, դե դու էլ գնա պատրաստվի, որ հեսա շուտով դուրս են գալիս։ Առայժմ Տիկինով։ Լավ է։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, ոճային լինելը շատ կարևոր է եւ պետք է հետևել նորաձևությանը։ Այդ հարցում մեզ օգնում է նորաձևության էջը։
Ողջույն, ես Մանանն եմ, Daphne բրենդի հիմնադիրը եւ շարունակում ենք խոսել նորաձևության միտումներից։ Այսօր մեր թեման լինելու են գույները։ Հիշում ենք, որ նորաձևության միտումներին, թրենդերին հետևում ենք ոչ թե կուրորեն, այլ այն ինտեգրում ենք սեփական ոճին։ Գույների մասին խոսելիս պետք է սկսենք Պանտոնի ինստիտուտից, որը ամեն տարվա վերջում հայտարարում է տարվա գույնը։ Գիտեք, այս տարվա հիմնական գույնը մոկամուսն է, նույն ինքը սրճային մուսը, որ հայտարարված է Պանտոնի կողմից որպես տարվա հիմնական գույն։ Բայց պետք է հիշել, որ Պանտոնի կողմից հայտարարված գույնը ուղիղ կապ չունի նորաձևության հետ, այն ավելի շատ արտահայտում է սոցիալական միտումները, զարգացումները, սոցիալական տրամադրությունները եւ երկար տարիների դադարից հետո այս անգամ մեր հիմնական գույնը ավելի նեյտրալ երանգ է, ոչ թե ակտիվ, ինչպես եղել է անցած տարիներին։ Պանտոնը հայտարարում է, որ այս գույնը ընտրված է արտահայտելու համար մարդկանց ցանկությունը դեպի ներդաշնակությունը եւ կարգ ու կանոնը։ Բայց այս երանգի ազդեցությունը այս անգամ նկատելի էր, քանի որ անցած տարվա վերջին եւ այս տարվա ամբողջ ընթացքում շագանակագույնը մեզ մոտ հիմնական գույն էր իր տարբեր երանգներով, այժմ կխոսենք այդ երանգներից, կուզեի առանձնացնել 3-ը, առաջինը բրոնզ տարբերակը, որը մի փոքր շագանակագույն եւ ոսկեգույնի ազդեցություն ունի, ամենատարածվածը եւ շատ օգտագործվողը դա hot chocolate-ն էր, այսպես կոչված տաք շոկոլադը, որը տաքության, ջերմության զգացողություն է փոխանցում եւ այդ հենց խիտ շագանակագույնն է, որը ամենուր էր եւ շարունակում է մնալ best seller mass market-ում եւ վերջին երանգը, որ կուզեի առանձնացնել, դա ֆրանսիական սուրճն է Պանտոնի կողմից այսպես անվանված, այդ երանգը ունի կանաչի եւ մոխրագույնի ազդեցությունը եւ ավելի շատ հիշեցնում է հենց հողի գույնը եւ առհասարակ այս տարվա գունային պալիտրան հիմնականում բնական գույների համադրություններ են, սկսած պաստելային երանգներից դեպի ավելի մուգ հողային երանգներ։ Մյուս գույնը, որը նկատած կլինեք, իհարկե բորդոյի տարբեր երանգներն են, որը այնքան ակտիվ էին դեռ անցած տարի, որ թվում էր թե թրենդի իրենց պիկում էին եւ այս տարի մենք այլևս չենք ունենալու այս գույնը եւ ոչ ցուցադրությունների ժամանակ ոչ mass market-ում, բայց այնուամենայնիվ այն շարունակում է մնալ best seller, բայց այստեղ նկատում ենք հետաքրքիր մի նոր երանգ, այսպես կոչված Damson երանգը, որը մի փոքր ավելի ունի մանուշակագույնի ազդեցությունը եւ հաջորդ գույնը անպայման ուզում եմ առանձնացնել, դա կապույտն է։ Կապույտի երանգները մեծ դիապազոնով ամենաբացից դեպի ամենամուգը, իհարկե բոլորս նկատել ենք բաց երկնագույնի առկայությունը եւ հատկապես շագանակագույնի հետ գեղեցիկ համադրությունը, բայց այժմ նկատելի է ավելի մուգ երանգների առկայություն, որը շատ լավ համադրվում են նույն բուրգունդի երանգի հետ, շագանակագույն երանգի հետ եւ այս երանգը արքայական կապույտն է, այսպես կոչված, որը հենց խորը խիտ կապույտն է։ Կապույտից կուզեի առանձնացնել նաեւ մի հետաքրքիր երանգ, որը նկատելի է արդեն 25-26 թվականի ցուցադրություններում, այսպես կոչված լավանդայի կապույտը, որը ունի մի փոքր մանուշակագույնի ազդեցություն։ Դեղինի մասին խոսելիս իհարկե պետք է նշեմ կարագի դեղինը, որը ամենուր էր։ Տարվա առաջի կեսին մենք այն տեսնում էինք ամենուր եւ իհարկե հանուն արդարության այն շատ լավ համադրվում էր բոլոր այս իմ նշած երանգների հետ, բայց նկատելի է մի նոր երանգի հայտ գալ, որը շատ նման է, բայց մի փոքր այլ ակցենտավորում ունի, դա lemongrass-ն է, որը ունի մի փոքր ավելի կանաչի ազդեցություն։ Կանաչի երանգներից իհարկե պետք է առանձնացնեմ զեյթունի կանաչը, olive green-ը, որը շատ գեղեցիկ համադրվում է հատկապես բուրգունդի երանգի հետ։ Մոխրագույնը նույնպես չի հեռանում մեզանից եւ այստեղ նորից կապույտի ազդեցությամբ ունենք հետաքրքիր մոխրագույնի երանգ, ինչպես նաեւ մուգ մոխրագույնի օգտագործում։ Գիտեք, մոխրագույնը հեշտությամբ համադրվում է գրեթե բոլոր երանգների հետ։ Եվ վերջում ուզում եմ հիշեցնել, որ ամենակարևորը այս ամենի ճիշտ համադրումն է, քանի որ դա կարող է դառնալ լավագույն միջոցը ձեր ինքնաարտահայտման համար։ Շնորհակալություն Մանանային գրագետ ներկայացման համար, իհարկե նորաձևությանը մշտապես պետք է հետևել եւ ես շատ ուրախ եմ, որ մեր մայրաքաղաքում եւս նորաձևության երեկոներ են տեղի ունենում, որոնք ել ավելի ոճային են դարձնում մեր քաղաքը։ Դե այս պահին էլ շատ նորաձև կարճ դադար կլինի, հետո կվերադառնանք ու կշարունակենք մեր հետ։ Բարի առավոտ, շատ սիրելի հեռուստադիտողներ, սիրելիներս ողջունում եմ, բարձր տրամադրություն եմ մաղթում եւ ասում եմ միացեք մեզ, մնացեք մեզ հետ առաջին ծրագրի հետ։ Սիրելիներս, ինչպես խոստացել էի, այսօր պատրաստում ենք նախաճաշի տարբերակ։ Ինչ է մեզ պետք այս նախաճաշը պատրաստելու համար։ Եթե հիշում եք, իհարկե ամենասկզբում նշել եմ այս ամենի մասին, բայց եւս մեկ անգամ կրկնենք։ Ունենք լավաշիկներ, որոնք կտրատված են կլոր տարբերակով, ունենք լոլիկ, երշիկ, հավկիտ, կանաչի, պանիր եւ իհարկե կարագ ենք անպայման օգտագործելու մեր համեղ ձվածեղը ստանալու համար։ Կարագը արդեն հալչել է
Ես ավելացնելու եմ հավկիթը, որի մեջ որպես համեմունք կավելացնենք մի փոքր աղ, կարմիր պղպեղ, շատ քիչ, որովհետև ինձ մոտ կարմիր պղպեղը կծու է, եւ իհարկե սև պղպեղ։ Խառնեցինք եւ ավելացնենք իհարկե թավայի մեջ։ Այ այսպես։ Ահա, սա դեռ մեզ պետք է գալու, սիրելիներս, թողնենք մի կողմի վրա։ Այսպես։ Ինչ ենք անում հաջորդիվ։ Նախաճաշը բաղկացած է, ահա տեսնում եք, մի քանի բաղադրիչներից։ Առաջին հերթին ավելացնելու ենք լավաշը, այ հենց այսպես, ոչ թե սպասելու ենք հավկիթը ամբողջությամբ ստանա իր իսկական տեսքը, այսինքն վերածվի ձվածեղի, մի անգամից այսպես ավելացնում ենք մեր լավաշը։ Լավաշը ավելացնելուց հետո հաջորդ շերտը ավելացնում ենք պանիր։ Ավելացնում ենք նորից լավաշ։ Այսպես, իմիջիայլոց դանդաղ կարելի է կրակը դանդաղ ուրեմն իջեցնել գազօջախը, որպեսզի շատ արագ այս process-ը չկատարվի, քանի որ աշխատանքը մի փոքր երկար է տևելու։ Ահա, նորից պանիր ենք ավելացնում։ Եվ վրան ավելացնում ենք եշիկը։ Իհարկե երշիկի մասին շատ ենք խոսում, սիրելիներս, որ վնասակար է, այնքան էլ օգտակար չէ, բայց երբեմն գիտեք, այսպիսի չարաճճություն անում ենք եւ իհարկե մեկ-մեկ կարելի է հատկապես նախաճաշի ժամանակ։ Եվ իմիջիայլոց այս նախաճաշը ավելի հաճելի կլինի պատրաստեք հանգստյան օրերին, շաբաթ եւ կիրակի օրերին, որովհետեւ ընտանիքի անդամները բոլորը տանն են եւ կարելի է այսպիսի ճոխություն թույլ տալ։ Այսպես։ Մի փոքր էլ վրան ավելացնենք պանիր ու տեղադրենք հաջորդ լավաշը։ Պանիր այսպես եւ իհարկե շարենք արդեն լոլիկները։ Իրականում շատ արագ պատրաստվող է, սիրելիներս, որովհետև թավայի մեջ ենք պատրաստում, գազօջախին շատ սա արագ կարող է պատրաստվել, այնպես որ շատ հանգիստ կարող եք առավոտյան մի փոքր շուտ արթնանալ եւ այս բոլորը պատրաստել։ Ավելացնեմ լավաշ նորից։ Իհարկե, այս մնացորդ պանիրը եւ կանաչին։ Այսպես։ Ահա։ Եվ այստեղ ունենք, ինչպես տեսնում եք, նորից 3 հավկիթ, ես այն կկոտրեմ, կավելացնեմ մեր այս ամբողջության վրա եւ իհարկե թավայի բերանը կծածկեմ ու կթողնենք այսպես գոլորշիով հանգիստ իրեն համար տապակվի։ Այսպիսի տարբերակ էի այսօր ձեզ համար պատրաստել, սիրելիներս, ինչու չեմ շտապում հավկիթը ավելացնել, որովհետեւ մի փոքր պետք է որ պանիրը հալչի։ Ամենավերջում բնականաբար մատուցելիս դուք կտեսնեք պատրաստի տարբերակը եւ չմոռանամ հիշեցնեմ, որ 3 պատրաստեցինք շատ համեղ տնական թթու։ Այս համեղ թթուն իհարկե կմատուցենք մեր համեղագույն կերակուրների կողքին։ Այսօր այսպիսի առաջարկ էր, հուսով եմ մինչև վերջ կմնաք մեզ հետ, որպեսզի տեսնեք ավարտը։ Հիմա խոսքս պետք է փոխանցեմ գործընկերներից, որպեսզի նրանք զրուցեն հյուրերի հետ։ Շնորհակալություն Ադրինե, այո, շարունակվում է մեր եթերը եւ տեղափոխվում ենք Թատեր աշխարհ եւ այսպես Վանաձորի Հորովել երգի եւ պարի անսամբլը պատրաստվում է նոր ներկայացման, որը 5 հայ թագուհիների մասին է։
անունն էլ Տիրուհիներ։ Այս եզակի բեմադրությունը նվիրված է հայ կնոջ ուժին, գեղեցկությանը եւ հավերժական ոգուն։ Առաջնախաղը նոյեմբերի 28-ին եւ 29-ին։ Եվ այս առիթով մեր տաղավարում են Արմեն Ներսիսյանը, Վանաձորի Հորովել երգիպարի անսամբլի տնօրեն, գեղարվեստական ղեկավար, եւ Մանվել Ալևորյանը, Վանաձորի Հորովել երգիպարի անսամբլի բալետ մեստր, փորձավար, Տիրուհիները պարային նախագծի ղեկավար։ Բարի առավոտ։ Բարելույս։ Լավ, շնորհակալություն։ Շատ հետաքրքիր նախաձեռնություն եք իրականացնում։ Մի քիչ պատմեք այս մասին։ Ասեմ, որ նախաձեռնությունը եւ ուսուցողական է եւ մեր պատմական ակնարկներին պետք է հետ դառնանք, նայենք, տեսնենք, թե ովքեր են եղել հայոց տիրուհիները, հայոց թագուհիները եւ բեմադրությունը ոչ միայն մեծահասակների համար, այլ մեր եկող սերունդը կարող է տեսնել, եթե անգամ գիրք չբացի, չկարդան, չիմանան ովքեր են եղել, ապա բեմադրությունը հետաքրքրություն կբերի եւ կկարողանան այդ բեմադրության հիմքի վրա գիրք գոնե բացել կամ ինչ որ համացանցով իմանան մեր պատմական դեմքերը ովքեր են եղել։ Միշտ անդրադարձ ենք ունեցել մեր հայոց թագավորներին, բայց այս անգամ անդրադարձը միայն եւ միայն մեր տիրուհիներն են, ի շնորհիվ մեր գլխավոր բալետմայստրի Արայիկ Գևորգյանի, որի մտահղացմամբ, որի Ջանքերի շնորհիվ, այո, այսօր մենք ունենք տիրուհիներ ներկայացումը պարային։ Եվ կամեր դադարի ժամանակ մենք արդեն հասկացանք, որ նախատիպը կա, փոքրիկ տարբերակով դուք արդեն նման փորձ ունեցել եք անդրադարձի, հիմա ավելի մեծ գաղափար է իրագործվում։ Ինձ հետաքրքիր է նախորդը բերել եք այստեղ եւ համեմել, թե նախորդը ընդհանրապես կապ չունի այս նոր գաղափարի հետ։ Նախորդ մեր փորձառությունը մի լավ փորձառություն էր հասկանալու հանդիսատեսի տրամադրությունները, հասկանալու թե մեր օրերում ինչ միջոցներով կարելի է հանդիսատես ներգրավել, մասնավորապես երգի, պարի, ժողովրդական երգով եւ պարով զբաղվող անսամբլների համար, ու ոնց որ թե ստացվել էր։ Եվ երկար մտածելով մեր ապագա հանդիսատեսի մասին, որովհետև վերջի հանդիսատեսը ծերանալու հատկություն ունի, ցավոք, բայց այսպես է եւ երիտասարդներ ներգրավելու համար մենք շատ ենք մտածում բալետմեստերը մեր հեղինակ բեմադրիչը Տիրուհիներ պարային ներկայացման անսամբլի գլխավոր բալետմեստր Արայիկ Գևորգյանը միտք արտահայտեց, որ մեր օրերում հայ կնոջ կերպարի մասին շատ շահարկվող գաղափարային եւ կեղծ շորտ թեզեր կան, որ երիտասարդները գուցե սխալողությամբ գնան եւ ցույց տանք այս ներկայացումով տիրուհիներով, որ մեր հայ կանայք, հայ տիրուհիները, թագուհիները եւս եղել են առաջնորդ, եւս եղել են ոգեշնչող, եղել են բարեգործ, եղել են գիտության, մշակույթի հովանավորներ, ու այս միտքը մեզ տարավ առաջ, տարավ եւ հասցրեց այսօր այս կետին մենք որ պատրաստում ենք մեր արդեն առաջնախաղին։ Մեր բոլոր դասերը քաղաց Թումանյանի աշխարհապարային ներկայացման ընթացքում այստեղ կիրառեցինք ու ինձ թվում է լավ է ստացվել։ Ովքեր են 5 թագուհիները, որոնց անդրադարձել եք։ 5 թագուհիները իրականում մենք շատ անվանի թագուհիներ ենք ունեցել, բայց ներկայացման մեջ ներգրաված է ու ներկայացված է Սաթենիկի կերպարը, ներկայացված է Զարուհի թագուհու կերպարը, ներկայացված է Փարանձեմ թագուհու կերպարը, ներկայացված է Խոսրովանուշի կերպարը եւ Կերան թագուհու կերպարը։ Մենք այստեղ մի առավելություն էլ ունենք, մենք գտնվում ենք Լոռու մարզում եւ որպեսզի այդ պատմականության շունչը կարողանանք շատ հետաքրքիր կերպով տեղ հասցնել, մեր ներկայացման պրոմո արշավի ընթացքում վիդեոհոլովակները նկարահանվեցին հենց պատմականորեն Սանահինում, Հաղպատում, այս վանական համալիրներում, իդեպ միակը մեր թագուհիներ շատ քիչ հետքերից որ մնացել են, կոնկրետ Խոսրովանուշ թագուհու ժառանգությունը, այսպես ասած, հենց այնտեղ է նկարվեց։ Կարծում ենք, այս եւս ներկայացմանը տալիս է շատ հետաքրքիր փայլ։ Անկամ անիմացիայի միջոցով է ցուցադրվելու հանդիսատեսին ոչ միայն արտիստների կատարողականությունը, այլ նաեւ էկրանի վրա անիմացիայով
լինելու է։ Ներկայացման մեջ ներգրավված են անիմացիոն հոլովակներ, որ անցումային ընթացքում փոքր էքսկուրս են անում եւ ներկայացնում տվյալ թագուհու կերպարը։ Բեմադրիչի մտահղացմամբ ամեն թագուհին խորհրդանշում է ինչ-որ մի բան, կնոջը կարևոր հատկանիշներից կոնկրետ մի հատկություն, մայրություն, գեղեցկություն, ուժ, այո, դուք լավ կրայեցիք եւ այդ ամբողջը բացահայտվում է անիմացիոն հոլովակների միջոցով։ Կարծում ենք, որ սա երիտասարդներին մասնավորապես շատ հետաքրքիր կլինի դիտել։ Ես պատկերացնում եմ հագուստները ինչ գեղեցիկ են լինելու, որովհետև այդ ժամանակաշրջանի հագուստները միշտ գրավիչ են շատ։ Եվ ինչն է ուշագրավ, որ հնարավորություն ենք ունենալու ներկայացումը դիտել նաև Հայաստանի մյուս քաղաքներում, ինչպես նաև մայրաքաղաքում։ Երբ կլինի այս հնարավորությունը, թեպետ նշեցիք, որ 28-ին եւ 29-ին արդեն հյուրեր եւ հանդիսատես ունեք ոչ միայն Վանաձորից, այլև եւ մայրաքաղաքից եւ Հայաստանի մյուս քաղաքներից։ Այս հարցին թերևս մի քիչ շուտ եմ հարցնում։ Ես շուտ չեք հարցնում, որովհետև մեզ համար շատ հաճելի անակնկալ էր, ես նաև եթերից կհնչեցնեմ, որ մենք դեկտեմբերի 12-ին էլ ունենք արդեն, քանի որ ցանկացողները շատ են, իսկ տոմսերը շատ շուտ են սպառում, մենք դեկտեմբերի 12-ին երկու անգամ նույն օրվա մեջ սա եւս ներկայացնելու ենք, դա պահանջը արդեն կա թեկուզ միայն Վանաձորում։ Եվ փորձն էլ ունենք, որ մեր հենց Թումանյանի աշխարհը ամբողջ Հայաստանով կարողացանք շրջել Երևանում, մենք Տաուշի մարզում, Երևանում, մեր մոտ դրա փորձում ունենք, որ թե ինչքան ջերմ ընդունելության է լինում մեր մատաղ սերունդը, մեր եկող սերունդը եւ հույս ունենք, որ այս նույն ծրագրով ներկայացմամբ կլինենք նաև մայրաքաղաքում։ Մայրաքաղաքում միանշանակ կլինենք, պարզապես այստեղ պետք է նշեմ, որ ցավոք մենք կարող ենք այս ներկայացումով շրջել միայն մեծ քաղաքներում, այսինքն այն քաղաքներում, որտեղ բեմի հնարավորությունները մասշտաբային են, որովհետև մեր արտիստները այնտեղ հանդես են գալիս նիզակներով, վահաններով, թրերով եւ շատ մասսայական է։ Թումանյանի աշխարհը ներկայացումը ինքը շատ ավելի տարածքի առումով շատ փոքր տարածք է կարող կամերային բեմերում։ Եվ դա մեզ թույլ տրվեց, որ դա առավելությունը նա էր, որ մեզ թույլ տվեց այդ ներկայացումով շրջել գրեթե այնպիսի գյուղերում եւ համայնքներում, որտեղ որևէ անսամբլ դժվար թե կարողանա ելույթ ունենալ։ Բայց տիրուհիները դիտելու հնարավորություն կունեն ցավոք, ճակերտավոր ասած միայն մեծ քաղաքներում եւ մեծ բեմերում։ Եվ բոլոր նրանք, ովքեր կցանկանան մշակութային այցելություն կատարել դեպի Վանաձոր, այդ թվում եւ դիտելու մեր տիրույթները բարի ներկայացումը։ Ինձ հետաքրքիր է դուք ինչ տպավորություններ ունեք ներկայացումից եւ արդյոք այդ նույն տպավորությունը կստանա նաեւ հանդիսատեսը։ Իմ կարծիքով այո, կստանա, որովհետեւ ոչ միայն մենք նայում ենք որպես մեր, այլ նաեւ որպես հանդիսատես ենք նայում։ Կողքից միշտ փորձում ենք սխալներ գտնել, ինքնակնդադատ լինել եւ իմ կարծիքով, որ հանդիսատեսը մեծ բավականություն կստանա։ Իդեպ նշեմ, որ ծրագիրը կրթության, գիտության, մշակույթի նախարարության դրամաշնորհային ծրագրով է եւ դրա համար շնորհակալություն ենք հայտնում եւ նմանատիպ ծրագրերը միշտ համագործակցել ենք կրթության, գիտության, մշակույթի նախարարության հետ։ Եվ մեր ներկայացումները ոչ թե մեջն է ասում ենք, այլ մեր ներկայացումները միշտ համերգները, որ կպել ենք ներկայացումներից ասեմ, որ անսամբլի համերգային ելույթները միշտ էլ լինում են լեփլեցուն տալիշներում։ Եվ վերջում հարցնեմ Հորովելի վերջին մեկ ամսվա պլանները, ծրագրերը, քանի որ տարին ենք նաև ամփոփում, ինչ ձեռքբերումներ ունեցաք տարվա ընթացքում, ինչ կարևոր նշաձողեր սահմանեցիք ձեզ համար եւ ամիսը տարին ինչպես կավարտեք։ Գիտեք, միշտ համերգների մեջ ենք մենք, անդադ համերգային process-ների մեջ եւ ստեղծագործական նոր ծրագրեր, նոր մտքեր, օրինակ արդեն ունենք ծրագիր մեծանուն կոմպոզիտոր ՀԽՍ ժողովրդական արտիստ Գրիգոր Հախինյանի 100-ամյակին նվիրված չենք բացահայտում։ Անսամբլը վերջի 6 ամիսները
զբաղված է եղել կոնկրետ բարային մասը, զբաղված է եղել այս ներկայացման պատրաստվելով, բայց նաև համերգային գործունեությունից զերծ չի մնացել, մայիսին մենահամերգով հանդես ենք եկել Բաթումի քաղաքում կառավարական համերգով եւ մեր ընթացիկ համերգների վրա ենք աշխատել, բայց հիմնական կենտրոնացումը եղել է տիրուհիների բարային ներկայացումը, որովհետեւ դա պահանջում է շատ ջանք եւ եռանդ։ Վերջիվերջո կուզենայի նշել Մասշտաբային է։ Կուզենայի նշել է, որ 100 հոգի մարդ է աշխատել այս ներկայացում բեմ բարձրացնելու համար, որոնցից միայն 65 հոգին դա ստեղծագործական կազմ, ովքեր բեմադրիչները, պարողները, մենք ունենք այնտեղ երգչախումբ, ում կատարումները նաև ներառված է ներկայացման մեջ, ել չասեմ շատ տաղանդավոր մարդիկ, ովքեր իրենց ջանքերը դրել են, դա մայստրո Անդրանիկ Ներսիսյանը, ողջույններս նրան հրաշալի երաժշտություն է գրել, Տերյան մշակութային կենտրոնը Լիլիթ Մելիքյանի գլխավորությամբ հրաշք տարածքներ է ստեղծել, անիմացիան ստեղծող մեր հրաշք Մանեն եւ Քրիստինեն, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի Գրետա Մեջլումյանը տեքստերն է կարդացել, Լիլիթ Թոմասյանը հրաշք տեքստեր է գրել, այսինքն շատ մարդիկ են, ովքեր իրենց ջանքը ներդրել են եւ վստահաբար կարող եմ ասել հանդիսատեսը անպայման հուսված է դուրս գալու դահլիճից։ Մենք շատ ուրախ ենք այդ առիթով, այնպես որ մաղթում ենք ձեզ հաջողություններ եւ շատ երկար կյանք ու շրջագայություններ հենց ներկայացմանը։ Ուզում եմ ձեզ նվիրել արև բացիկները ամանորյա շնորհավորանքներով, որոնք արդեն ներառված են, որտեղ ներառված են բարեմաղթանքներ եւ այն նախատեսված է սիրելի մարդկանց նվիրելու համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ եւ հաջողություններ ներկայացմանը։ Մենք Հիմա կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ մնում ենք արվեստի ոլորտում եւ այսպես Լուիզա Գրագատի Հակոբյանը հայ միակ գեղանկարիչն է, ով նկարում է միաժամանակ երկու ձեռքով, ստեղծելով արվեստի յուրօրինակ գործեր։ Նրա տաղանդը եզակի է, իսկ ստեղծագործությունները տպավորիչ։ Նրա աշխատանքները բարձր գնահատականի են արժանացել միջազգային ցուցահանդեսներում, նրան բերելով բազմաթիվ մրցանակներ։ Լուիզան հայկական ոգին տարածում է աշխարհով մեկ։ Եվ հենց այդ առիթով մեր տաղավարում է Լուիզա Գրագատին։ Բարի առավոտ Լուիզա։ Բարի Լուիզ։ Ոնց եք։ Լավ եմ, առավոտյան։ Լավ է։ Հենց անունը հնչեցնելով Լուիզա Գրագատի առաջին անգամ, երբ որ ես պարզապես կարդացի, մտածեցի իտալուհի է Լուիզա Գրագատին, ով եկել է։ Բայց հետո երբ որ մենք հանդիպեցինք արդեն, ես հասկացա, որ չէ, իտալուհի չի, շատ գեղեցկուհի հայուհի, ով նաև արվեստի շրջանում շատ գեղեցիկ գործեր անում։ Այստեղ ընթերցեցինք ինֆորմացիա, որտեղ ասվում է, որ դու միաժամանակ երկու ձեռքով երկու տարբեր նկար ես նկարում։ Այո։ Ոնց է այդ ստացվում։ Անկեղծ ասած չգիտեի, որ դա տենց առանձնահատուկ տաղանդ է, մտածում էի, որ բոլորն էլ կամ բոլոր նկարիչները միգուցե, պարզվեց, որ դա առանձին մի հատ ձախակոմյան բացահայտում է, որ տարբեր ձևով է, որտեվ կա, որ միաժամանակ սինխրոն նկարում ես, դա հնարավոր է, բայց երբ որ տարբեր բաներ ես գրում, օրինակ ես ձախով կարողանում եմ գրել մեկ ուրիշ նախատասություն, աջով մեկ ուրիշ։ Միաժամանակ, օրինակ, տենց, չգիտեմ, ես գնում եմ տուն, ինչ լավ աշուն է, միաժամանակ։ Ես դա մտածում եմ, դե լավ, հիմա բոլորը կանեն, էլի կոնե դասանում երկու հոգի կհայտնվեր, որ կանեին, բայց երբ որ տենց ստացվեց, որ միաժամանակ նկարում են երկու ձեռքով ու ընկերներիցս մեկը ասեց, լսի, բայց դա շատ լուրջ բան արի, քեզ մի հատ վիդեո անենք, ու տենց վիդեո արեցինք, ցեցինք Facebook եւ Instagram-ները մեր, պարզվեց, որ տենց հաճախ հանդիպող չի ու իսկ մանկուց եք դա բացահայտել։ Մանկուց նկարում եմ, բայց այն որ ասում են ինձ ոչ ոք չէր ասում, որ դու տաղանդավոր ես դե դարձում։ Ինձ վրա ավելի ֆիքսվում էին, որ դու պետքա շատ լավ սովորես, անպայման լավ տաղանդավոր լինելու համար պետքա միշտ 5 ստանաս եւ անվճար սովորես, դա էր ինձ համար լավագույն տաղանդը, բայց ինչ որ դու անում էիր, որ դառնայր լավագույն, դե այդ ընթացքը չէին ոգևորում, հիմա մեծ տարիքում բացահայտվեց։ Լուիզա ապրում եւ ստեղծագործում եք Ֆրանսիայում, մասնավորապես Փարիզում, չէ՞, ճիշտ է։ Մարսելում, այո։ Հիմա եկել եք Հայաստան, որովհետեւ շատ հետաքրքիր նախաձեռնություն կա եւ վերջերս ընդհանրապես 2 օր առաջ, եթե չեմ սխալվում, ազգային պատկերասրահում արդեն որոշակի բաներ ներկայացած։ Ինչ է դա եւ ինչ է սպասվում մեզ։ 2 օր առաջ ցուցահանդես եղավ պատկերասրահում իմ մանրանկարչության ցուցահանդեսներ, որը որ
մենք ժամանակին ունեցել ենք սովետական միության ժամանակ գրքեր մանրանկարների հետ կապված, իհարկե այն նույն որակը չեն, ոնց որ հիմա մենք կարող ենք տպագրել, բայց չունենք նաև նկարող նկարիչներ, ովքեր որ նկարում դա գրքի են վերածում։ Ունենք թռչնատարեր, որ ինտերնետով կարողանում ենք գտնել, մի քանի կարևոր գեղեցիկ հավանել են, ովքեր հավանել են այդ նկարները, տեղադրել են Google-ում, ու չունենք մեր 800-ական թվականներից մինչ օրս ամբողջությամբ մեկ գիրք զարդանախշ։ Կան ինչ-որ մասունքներ ու ինչ-որ հետաքրքիր բաներ, բայց դրանք ձեռքով նկարած չեն։ Այսինքն ինտերնետային երանգներով ստացած արհեստական բանականությամբ ստացած թռչնատարերն են, որոնք որ ուղղակի երևում է կարմիր, կանաչ, կապույտ գույնը։ Բայց այդ անցումը նկարչության ինչպես կարող են անել, տենց միայն ունենք սովետական գիրքը, որը որ հրատարակվել էր, եթե չեմ սխալվում, 1960 թվականին եւ վերջ։ Եվ երբ որ ես դասավանդում էի Սփյուռքում եւ ուզեցի, որ մեր երեխաները նկարեն հայ մանրանկարչություն եւ չգտա ինտերնետից, որպեսզի տպեմ երեխաներին ցույց տամ։ Եկա եկա Վերնիսաժից մեկ գիրք գտա սովետական եւ հասկացա, որ ես դա պետքա վերամշակեմ։ Եթե չկա, ապա ես անեմ։ Պետք է անեմ եւ այո, ցուցահանդեսում կախված էին 16 նկարներ, որոնք 16 էջ էին դառնալու։ Այսինքն Դա դեռ սկիզբն է։ Դա դեռ սկիզբն էր, իսկ գիրքը արդեն հրատարակվել է, միայն բացումը պետք է լինի 1 ամիս հետո գրքի։ Ինձ շատ հետաքրքիր է Ֆրանսիայի ազդեցությունը ձեր ստեղծագործական կյանքի վրա։ Դուք զգում եք։ Իհարկե։ Մինչև այդ Հայաստանում ձգտում էի հասնել եվրոպական ստանդարտներին, Եվրոպայում ձգտում եմ հասնել հայկական ակունքներ։ Միայն մեծ տարբերությունը դա էր, որ Եվրոպայում ապրելով շատ ես ուզում քո հայրենիքը շատ լավ ներկայացնես ու հայկականությունը ավելի ես ուզում զարգացնել։ Մենք տեղյակ ենք, որ դուք նաև այս պահին, այս ընթացքում Ֆրանսիայում, նաև Լուվրում ռեստավրացիաներ եք անում, այսինքն վերականգնողական աշխատանքներ շատ հայտնի աշխարհարչակ նկարիչների։ Կարող ենք մի քանի նկարիչների նշել, ում նկարները ձեր ձեռքով են վերականգնվել։ Այս վերջի շրջանում աշխատում եմ Մարսելի թանգարանային նմուշների վրա, որոնք վերջերս Գոգեն եմ վերամշակել, հիմնականում ավելի շատ վերամաքրում էր, որովհետև ճղված նկարներ շատ քիչ են լինում, բայց հիմնականում ռամկաներն են շատ վնասված լինում, քանի որ խոնավ երկիր է ու ռամկաների վրա շատ թափվում են այդ գիպսերը, ես գիշեր-ցերեկ նստած նախշեր եմ անում եւ բացահայտվեց այնպես, որ նույն ձևով ես մի բան էր ջարդվել, ոչ ոք չէր կարող սարքել, ասեցի բերեք ես սարքեմ ու անվճար, ոնց դու տենց բաներ ես անում ու մեր Մարսելի քաղաքապետը ինձ ասեց, թե դու հասկանում ես, Ֆրանսիայում շատ նկարիչներ կան, բայց ռեստավրատորներ գրեթե չկան, ասում հա որ, ասում լավ, դե ես կանեմ, ուրեմն ես վաղվանից ռեստավրատորը կլինեմ ու փորձեցի նորից իհարկե այն կրթությունը, որ ստացել եմ Սանկտ Պետերբուրգում, դա դեռ քիչ էր եվրոպական ստանդարտներին, այցելեցի Ֆլորենցիա, հասկացա, որ դա մի հատ ուրիշ աշխարհ է ռեստավրացիան ու այսպես սկսվեց իմ վերջի տարիները ես ավելի շատ հայտնի եղա աշխատեցի ռեստավրացիայով, քան Նույնիսկ Ֆրանսիայի առաջին տիկինն է ձեզ դիմել իր անձնական կոլեկցիայից նկարներ ռեստավրացնել։ Դա ոնց եղավ։ Դա նույնպես պատահականության սկզբունքով, երբ որ Միսակ Մանուշյանի վերահողարկավորությունն էր Փարիզում ծանոթացանք որպես հայ եւ ամեն դեպքում շատ մեծ միջոցառում էր եւ հայ մշակույթի գործիչներն էլ գոյություն ունեին տարածքում եւ պատահականության սկզբունքում ծանոթացանք եւ հետո իրեն հետ նորից հանդիպեցինք Մարսել քաղաքում եւ արդեն հարցեց ինչով եմ ես զբաղվում։ Երբ որ ասեցի ինչով եմ ես զբաղվում, ինքը սենց միանգամից մի րոպե ու տենց այդ մի րոպեից հետո բացվեց մի քանի ուրիշ բաներ։ Ձեր կողքին կան նկար, ինձ հետաքրքիր է ինչով այն առանձնահատուկ, որ հենց այս գործն է հասել մեր տաղավար։ Հիմա ես պատմեմ այս պատմությունը։ Ձեզ մոտ գալուց առաջ ասում լավ ինչ տանեմ, ինձանից մի հատ ակունքից sense մի փոքրիկ բան ձեզ նվիրեմ, քանի որ ես դեղին գույնը շատ եմ սիրում։ Ես էլ։
իրոք ես ինձ համար դեղինը դա եթե չլիներ դեղին գույնը եւ արևը, այս աշխարհը չէր լինի այսպես գունավոր, ինչպես որ մենք հիմա տեսնում ենք եւ այդ սինթեզումը մենք չենք զգա։ Եվ ես միշտ դեղին եւ կարմիրի համադրությունը շատ սիրում եմ եւ երբ հոթելում էի, ասեցի ինչ տանեմ եւ սենց ձեռքիս տակ ինչ կար, տենց մատով եւ փոքրիկ վրցինով մեյքափի եւ դες այդ սիրուն մի հատ արևածաղիկներ եմ նկարել, սենց ճիշտ է Վան Գոգային չի, բայց Լուիզային ես սիրով Սուրեն ջան նվիրում եմ։ Ես ասեմ, որ արևածաղիկների առումով ես իմ համար ֆավորիտը միշտ եղել է Վան Գոգը իր արևածաղիկներով, այսուհետ նաև Լուիզա Գրագատի արևածաղիկները կզարդարեն պատը, որին ես անընդհատ կնայեմ այսպես։ Շատ գեղեցիկ է Լուիզա, շնորհակալություն այս շքեղ նվերի համար, շնորհակալություն։ Եվ ինչ նախագծեր կան արխիվում, ինչով ես զարմացնելու մեզ։ Եվս մեկ անգամ շատ գործեր կան, որոնք դու ես արել, որոնց մասին ժամանակը պարզապես թույլ չի տա, որպես այդքան երկար խոսենք, բայց ինչ նորություններ կան, բացի այս պրոյեկտից, որը պատճառով Հայաստանում ես։ Նորություններից մեկը նա է, որ այսօր Հայաստանում որոշել ենք ռեստավրացիայի գիծը բացել, որը որ տարիներ շարունակ մենք չենք ունեցել։ Եվ ես ճիշտ է մի քիչ դժվարություն է, քանի որ դա 4-5 ամյա պարտադիր տարիների կրթություն է պետք, բայց Գեղարվեստի ակադեմիայում արդեն սկսել ենք նոր ճյուղի մասին մտածել եւ հուսամ, որ մենք ինքներս կունենանք լավագույն ռեստավրատորները եւ կարիք չենք ունենա Ֆլորենցիայից բերելու մարդկանց, որ մշակեն մեր հայ արտիստների գործերը։ Դե ես ուզում եմ նվիրել քեզ Իջևանի գինուգործարանի կողմից Սարգոն կարմիր չոր գինի, որովհետև գիտեմ, որ երբ որ գործ ունես գույների հետ, անպայման ոգեշնչում է պետք, իսկ կարմիր չոր գինին հաստատ այդ ոգեշնչումն է, եւ քանի որ դու էմոցիոնալ մարդ ես, պայծառ մարդ ես, որովհետև արևածաղիկներ ես նկարել, ես ուզում եմ քեզ նվիրել էմոցիաներ, արևոք բացիկներն են, որոնք նախատեսված են այս մեկը ամանորի շնորհավորական, կնվիրես հարազատ մարդու, իսկ մյուսը կոչվում է սիրում եմ, եւ այստեղ Էրիկի խոսքերն երկից իմ աշխարհ եք, լինեմ աշխարհով մեկ, որ գրկեմ ու ինքս ինձ տամ Երանի։ Հաստատ կգտնվի մեկում այս բառերը դու կասես։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ ենք քեզ ու շնորհակալություն նվերի համար։ Կլինի հիմա կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։ Դե ժողովուրդ ջան, տեսնենք, թե ինչ է ստացվել մեր այսօրվա հետաքրքիր նախաճաշի տարբերակից։ Ամբողջովին պատրաստ է, ես եւս մեկ անգամ կկրկնեմ հերթականությամբ, թե ինչ արեցինք, ինչ բաղադրիչներ օգտագործեցինք։ Առաջին հերթին իհարկե տեղափոխենք մեր մատուցման ամանի մեջ, հետո շատ արագ կրկնենք բաղադրիչները։ Ահա տեսեք, որքան գեղեցիկ է ստացվել։ Մենք օգտագործել ենք հավկիտ, լավաշի թերթիկներ, այստեղ ունենք պանիր, ունենք երշիկ, ունենք լոլիկ, կանաչի եւ իհարկե ամենավերջում նորից ավելացրել էի հարած հավկիտ։ Սիրելիներս, պատրաստեք, շատ ախորժաբեր է, շատ համեղ է բուրում, պատրաստեք եւ վայելեք այս համեղ նախաճաշը։ Ինչպես նշեցի, կարելի է այն պատրաստել հանգստյան օրերին, որովհետեւ ընտանիքի բոլոր անդամները տանն են եւ կարող են մեծ հաճույքով վայելել այս համեղությունը։ Ահա փորձեմ մատուցել, այսպես տեսեք ինչ հրաշալի է ստացվել, այսպես։ Ձեզ բարի ախորժակ մաղթեմ եւ ասեմ սիրելիներս, որ ես ձեզ շատ եմ սիրում։ Մշտապես մնացեք առաջին ծրագրի հետ, որպեսզի ունենաք լավ տրամադրություն։ Լավ եղեք։ Շնորհակալություն Ադրինե, այո, այսօր ունեցանք սիրելի հեռուստադիտողներ եւս մեկ շատ հետաքրքիր եւ հագեցած առավոտ, միասին հյուրընկալեցինք թատերական եւ արվեստի արդեն ավելի նկարչական ոճի հյուրեր եւ կարծում եմ երկու դեպքում էլ շատ հետաքրքիր զրույցներ ունեցանք, նաեւ մեր հետաքրքիր էջերն էին մեր եթերում, այնպես որ շնորհակալություն, որ առավոտը սկսեցիք մեզ հետ միասին։ Այո, շնորհակալություն եւ չմոռանաք երեկոն էլ ավարտել բրիզի հետ միասին Ռոզե Փրփրուն գինին, որն առաջարկում է Իջևանի գինու գործարանը, հաճելի համադրություն ձեր երեկոներին։ Այո, եւ եթե ունեք հատուկ առիթներ, ապա ձեր կարևոր
առիթների տեսքը վստահեք բյուրի ֆաբրիկի պրոֆեսիոնալներին, որովհետև իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Ասեմ, որ բոլոր նկարներում ես շատ սիրուն եմ դուրս գալիս եւ դա շնորհիվ իհարկե բնության, ծնողներիս եւ նաեւ Master Right Barber Shop-ի, որտեղ իհարկե յուրաքանչյուր տղամարդ կարող է այցելել եւ պրոֆեսիոնալ բարբերների կողմից ստանալ հենց այն գեղեցիկ տեսքը, որը նախատեսված է հատուկ ձեզ համար։ Master Right-ը գտնվում է Նալբանդյան 37 հասցեում։ Եթե ուզում եք լինել ոճային եւ տարբերվող, ապա այցելեք Դաֆնի խանութ-սրահ։ Այն ունի 2 հասցե՝ Թումանյան 5 եւ Պուշկին 33։ Այցելեք եւ գտեք աշնանային եւ արդեն ձմեռային լուքերը Դաֆնիում։ Իդեպ իրենք ունեն նոր տեսականի։ Արևոտ օրեր նվիրեք էմոցիաների միջոցով ձեր սիրելիներին բացիկներ, արևոք բացիկներ, որոնք նախատեսված են հենց էմոցիաներ հաղորդելու համար։ Առկա են արդեն իսկ ամանորյա շնորհավորական եւ բնականաբար սիրային տրամադրությամբ լի բացիկները։ Դե ինչ, սիրելի հեռուստադիտողներ, կրկին շնորհակալություն այսօրվա առավոտը մեզ հետ սկսելու համար, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն տեղում եւ վերջում չենք մոռանում, որ այս ամենը պատրաստված էր սիրով։